24-ի հարգելի հետևորդներ, Արա Աբրահամյանը դատապարտել է Ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ Երևանում իրականացված գործողությունները։ Սամվել Կարապետյանը որպես գործարար եւ որպես բարերար շատ բան է արել եւ անում է եւ Ռուսաստանի եւ Հայաստանի համար, նպաստելով աշխարհում Հայաստանի Հանրապետության իմիջի բարելավմանը։ Որպես հավատացյալ քրիստոնյա նա շատ բան է արել իշա հայ առաքելական եկեղեցու։ Սամվել Կարապետյանի նկատմամբ հայաստանյան իշխանությունների այսօրվա գործողությունները հանրությանը վախեցնելու եւ ցույց տալու հերթական փորձն է, որ իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած քայլի նրանց համար կարմիր գծեր չկան։ Սամվել Կարապետյանի եղբոր Կարեն Կարապետյանի հետ վերջինս նշեց, որ կարծես թե ճակատագրոցը Երևանում է, խոսքերաբերում է ազգային ծառայության աշխատակցին։ Մրցում մասն է աչքով դերել։ Շնորհակալ եմ։ Նշեմ, որ քիչ առաջ Սամվել Կարապետյանի առանձնատան մոտից Քիչ առաջ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով Սամվել Կարապետյանի տան խոզարկությանը լրագրողների հետ զրույցում քաղաքացիական պայմանագրի վարչության նիստից առաջ հայտնել է, որ մամուլից է տեղեկացել, բայց նաև նշել է, որ ոչինչ հենց այնպես չի լինում։ Արա Աբրահամյանը մասնավորապես նշել է ներկայացնում, որ Սամվել Կարապետյանը որպես ձեռնարկատեր եւ որպես բարերար շատ բան է արել եւ անում Հայաստանի համար այդ երկրների հակասության համաշխարհում։ Որպես քրիստոնյա հավատացյալ նա շատ բան է արել հայ առաքելական եկեղեցում, Սամվել Կարապետյանի դեմ այսօրվա իշխանությունների գործողությունները հանդիպանը վախեցնել 24-ի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ ներքին գործերի նախարարությունից մեզ փոխանցել էին, որ մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացում են օպերատիվ գործողություններ։ Նրանք թիվ չեն հստակեցրել, բայց մեր ունեցած տեղեկությունների համաձայն 10 անձ բերման է ենթարկվել, նրանցից ոմանց տարել են Երևան քաղաքի քննչական վարչություն։ Տեղեկացնեմ նաև, որ Կարապետյանների ընտանիքը տեղյակ չէ, թե ում են ձերբակալել տան տարածքից։ Արա դալսը կարակել է։